Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկիր ADI ընկերության գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշը Հայաստանում է։ ADI-ում մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց եւ գաղափարների համար, որոնք առաջ են մղում տեխնոլոգիաները իշա, հասարակության եւ մոլորակի, որպեսզի միասին կարողանանք շարունակել դրական ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում ու գալիք սերունդերի համար։ Իրենց հետքը կիսաղորդիչների դիզայնի եւ մյուս բոլոր ուղղություններում շատ երևացող է։ Այդ տարբերություններն է, որ որոշում եղավ, որ մենք միասին այս ճանապարհը անցնենք։ Viva-ն աջակցում է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախաձեռնությունների իրագործմանը, որոնք իսկապես նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների ամրապնդմանը։ Այդ նախաձեռնություններից է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը, որն արդեն 16 տարի անընդմեջ շնորհվում է ոլորտի լեգենդներին ու առաջատարներին։ 16 տարի շարունակ Global High Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia ընկերությունը։ Հաջողված գործակցության արդյունքում տարբեր տարիներին մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում եւ համաշխարհային տնտեսության մեջ։ Մտածում էինք մեր ղեկավարության հետ, որ ժամանակն է արդեն այնպիսի ամբիցիոզ միջոցառումներ ձեռնարկել, որը կունենա համաշխարհային հնչեղություն եւ Synopsys-ի համար դա շատ կարեւոր էր եւ հեղինակության եւ Հայաստանի ճանաչողության առումով։ Ռոշին մրցանակը հանձնվելու է հոկտեմբերի 15-ին։ Ընդունված կարգի համաձայն դափնեկիրը կայցելի նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Այցի օրակարգը ընդգրկում է նաեւ հանդիպում Հայաստանի 6 բուհերի ուսանողների հետ, ինչպես նաեւ այդ Synopsys Armenia-ի կենտրոն եւ ուսումնական դեպարտամենտ։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։